Պատվարժան դատարան մենք նախորդող դատական նիստում ըստ էության բարձրաձայնում էինք երկու հիմքով խափանման միջոցի վերացումը Լևոն Քոչարյանի նկատմամբ կիրառված բացակայելու արգելքի մասում։ Առաջին հիմքը կարելի ասել կառուցված էր այն իրական կյանքում առկա փաստական տվյալի վրա, որ որևէ ռիսկեր առկա չեն առայն, որ Լևոն Քոչարյանի դեպքում հնարավոր է լինի հաղորդի իրավական ռեժիմի հետ առնչություն։ Սակայն բոլոր դեպքերում ստիպված ենք հաշվի առնել այն կանխատեսական բնույթի գնահատականները, որոնք հնչեցվեցին մեղադրանքի կողմից, եւ որի հետ ըստ էության համակարծիք եղավ դատարանը իհարկե այս փուլի տեսանկյունից։ Սակայն պատվարժան դատարան երկրորդ հիմքը եւս ներկայացվել էր, բայց հիմնական շեշտադրումը մեր միջնորդության շրջանակում դրված էր նրա վրա, որ առհասարակ անհրաժեշտությունն է բացառում։ Բայց երկրորդ հիմքը բխում էր ազգային ժողովի падգամավորի կարգավիճակի հանգամանքից, եւ ազգային ժողովի падգամավորի կարգավիճակի վերաբերյալ մենք ներկայացրել ենք, որ կարող է լինել իրավիճակ, որ Լևոն Քոչարյանը ելնելով իր կարգավիճակից падգամավորի, օժտված լինելով ներկայացական մանդատով, ինչ-որ իմաստով նաև բխեցնելով դա իր պարտականություններից, այլ ոչ միայն լիազորություններից եւ իրավունքներից, ստիպված լինի բացակայելու Հայաստանի Հանրապետություն։ Եվ այնպես ստացվեց, որ մենք նախորդող դատական նիստ ունեցել էինք փետրվարի 27-ին։ Փետրվարի 27-ին հաջորդող ժամանակահատվածում ազգային ժողովի կողմից ընդունվեց համապատասխան իրավական ակտ, անհատական բնույթի, որով նախատեսվեց ազգային ժողովի այն падգամավորների գործողումը, որոնք հանդիսանում են, կարելի ասել, խորհրդարանական դիվանագիտության տեսանկյունից ամենախոշոր կազմակերպություններից մեկի միջխորհրդարանական միության անդամների մասում։ Լևոն Քոչարյանն հանդիսանում է միջխորհրդարանական միության անդամ եւ 2024 թվականի մարտի 23-ից մարտի 28-ը արկա է լինելու համապատասխան վեաժողով, որի մասնակցությունը Լևոն Քոչարյանի բխում է թե իր կարգավիճակից, թե ազգային ժողովի կողմից ընդունված համապատասխան անհատական ակտից եւ թե նաեւ հենց միության կողմից նշվածի հաստատումից։ Այստեղ շատ կարևոր նրբություն կա պատմական դատարան։ Ըստ էության դատական ակտը, որով արձանագրվեց, որ դեռևս պետք է պահպանվի Լևոն Քոչարյանի նկատմամբ խախտման միջոց, որ ես գտնում եմ իհարկե, որ որևէ հիմք չունի, եւ դրան վերաբերյալ նաեւ մեր անհամաձայնությունը արտահայտել ենք դատական նիստի ընթացքում, սակայն շատ կարևոր նրբություն է հանդիսանում այն, որ չնայած նշված իրավական ռեժիմին, ազգային ժողովը ինստիտուցիոնալ իմաստով եւ միջխորհրդարանական միությունը միջազգային կառույցի տեսանկյունից երկուսն էլ հաստատել են Լևոն Քոչարյանի մասնակցությունը։ Սա շատ կարևոր նաեւ հանգամանք է այն իմաստով, որ մենք որոշակիորեն բախվում ենք դատական իշխանության եւ օրենսդիր իշխանության բնականոն գործունեության իրացման իրավիճակը։ Պատահական չէ, որ սահմանադրական դատարանը իր համապատասխան որոշման մեջ շատ հստակ արձանագրել էր, որ քրեական գործի ընթացքը կիրառվող խափանման միջոց կամ հարկադրանքի միջոցները չպետք է պատրանքային դարձնեն падգամավորի կարգավիճակի իրացում, այն պետք է լինի իրական։ Եվ այս իմաստով միջխորհրդարանական միության աշխատանքի մասնակցությունը առավել քան կարևոր է։ Ես ուզում եմ նաև ընդգծել պատվարժան դատարան, որ տվյալ դեպքում պետք է լինեն այնպիսի ծանրակշիռ փաստարկներ, որոնք կարելի ասել ի հակառակը վկայեն նշված իրավունքի եւ հնարավորության եւ մյուս կողմից լիազորության իրացման։ Նման փաստարկ մենք չենք պատկերացնում պատվարժան դատարան։ Ըստ էության ինչ-որ իմաստով նաև կարևոր է, որ շատ կարճ ժամանակ առաջ էր, այսինքն փետրվարի 27-ին էր, որ մենք քննարկում էինք բացակայելու արտահայտ խափանման միջոցի անհրաժեշտությունը, եւ կարծում եմ բոլորի համար ակնհայտ է, որ հստակ փաստական տվյալ առայն որ նշված խափանման միջոցը պետք է պահպանվի, չկա։ Մենք խոսում ենք այսպես ասած կանխատեսական ռիսկերի տիրույթում։ Հիմա այդ կանխատեսական ռիսկերի զսման տեսանկյունից ոնց պետք է նժարին դնենք падգամավորի խորհրդարանական դիվանագիտության գործառույթի իրականացումը կանխատեսական բնույթի ինչ-որ ռիսկի հետ։ Եվ կրկին պատվարժան դատարան ես հատուկ ուզում եմ ընդգծել, որ նշված փաստական տվյալը Լևոն Քոչարյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցի հասու էր թե տեղական, թե արտաքին մարմինների եւ չնայած դրան նման որոշում կայացվել է եւ առնվազն մենք ակնկալում ենք նաեւ որ դատարանի կողմից նաեւ նշված իրավական վիճակին պատշաճ գնահատական կտրվի։
Ելնելով վերօրյալից, պատվարժան դատան, ինչպես նշեցի, հակիրճ էի փորձում ներկայացնել, մենք տվյալ դեպքում ունենք քրեական դատավարության օրենսգրքի 184-րդ հոդվածի 7-րդ մասի իմաստով նոր էական փաստարկ, որը ևս ստացվեց, իսկ նոր էական փաստարկն է նաև հենց ինձ ներկայացվել է մեր միջնորդությանը ազգային ժողովի կողմից ընդունված համապատասխան իրավական ակտը ժներ գործուղելու մասին եւ այնտեղ հստակ նախատեսված է պատվիրակության կազմ, որտեղ նաև արձանագրված է Լևոն Քոչարյանի մասնակցությունը։ Ես նաև այսքանով ավարտեմ, գործընկերներս կարծում որոշ հանգամանքներ ունենան, որոնք ավելացնեն, իսկ ավարտելով պատվարժան դատարան ստեղծված իրավիճակում հաշվի առնելով քրեական դատավարության օրենսգրքի կարգավորումները, ես առաջարկում եմ դիտարկել խախամամիջոց վարձակայելու արգելքի առհասարակ վերացումը։ Պատվարժան դատարան նաև վերջում անհրաժեշտ եմ համարում նշել, որ սա առաջին քրեական գործը չէ, որտեղ բախվել ենք այն իրավիճակում, երբ ազգային ժողովի պատգամավորները, որոնց նկատմամբ կիրառված է եղել խախամամիջոց, ունենում են խնդիր Հայաստանի Հանրապետության պետական սահմանը լքելու, ելնելով իրենց պատգամավորի կարգավիճակից, ոչ թե պարզապես ցանկությունից, ենթադրենք ունեցել ենք իրավիճակ, որ նույնիսկ ավելի ծանր փաստացի մենսագրվող արարքի պայմաններում ազգային ժողովի պատգամավոր Արմեն Գևորգյանի դեպքում ով որ հանդիսանում է, ինչպես միջխորհրդարանական միությունը, մեկ այլ մարմին կա, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովն է, որի անդամն է հանդիսանում, բայց մշտապես այդ հնարավորությունը ապահովել է։ Համանման իրավիճակ նաև այլ պատգամավորների, իհարկե ստիպված եմ նշել, որ բոլոր այդ պատգամավորները ընդդիմադիր խմբակցություններ ներկայացնող են, բայց դա իհարկե սույն միջնորդության շրջանակից դուրս գտնվող հարց է եւ հուսով եմ, որ այդպիսին կլինի նաև դատական ակտի տրամաբանությունից ելնելով։ Այսքանը պատվարժան դատարան շնորհակալ